Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն։ Բարև հարգելի հեռուստադիտող, Medinform-ի շրջանակում այսօր մենք անդրադառնալու ենք անպտղության ժամանակ տղամարդու գործոնի կարևորությանը։ Հիմնականում հենց կանայք են հայտնվում ուշադրության կենտրոնում, թե ինչու է զույգը անպտուղ, ինչու ուշանում է երեխա ունենալու բերկրանքը, հարազատները անհամբեր սպասում են, սակայն հաճախ դեպքերի մեծամասնությունում չասենք, բայց երևի թե հավասարապես բաշխված կարելի է նկատել, որ տղամարդու գործոնը նույնպես անչափ կարևոր է, այսինքն խնդիրը կարող է լինել հենց տղամարդու մեջ։ Եվ այս թեմայի շուրջ ես զրուցել եմ եկել գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Տիգրան Բախշինյանի հետ, տեսնենք թե տղամարդկային անպտղությունը ինչ պատճառներ ունի առհասարակ եւ նաեւ ինչ հետևանքներ ունի, ինչպես են այս խնդիրը կարգավորում։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Տարիների կարծրատիպերը ասես կոտրվել են եւ կանանց հետ միասին անպտղության հարցում սկսել են նաեւ ուշադրություն դարձնել տղամարդու առողջական վիճակին։ Խնդրեմ ներկայացրեք, թե տղամարդկային անպտղությունը ինչ պատկեր ունի հիմա զույգերի մեջ։ Երբ որ զույգը առաջի անգամ դիմում է բժշկին անպտղության հետ կապված, անմիջապես պարտադիր կերպով ես կասեի հետազոտություն է անցնում նաև ամուսինը։ Այսինքն սկսվում է տարական սերմի քննությունից եւ ըստ հետազոտության արդեն պատասխանների որոշվում է հետագա տակտիկան, անկախ նրանից կնոջ մոտ հայտնաբերվել են կամ կասկածվում են ինչ-որ խնդիրներ, թե ոչ, քանի որ այսպես թե այնպես անպտղության ոնց որ խնդիրը դա զույգի խնդիրն է, իսկ զույգը բաղկացած է նաև տղամարդուց, բնականաբար տղամարդը պետք է անցնի պարտադիր սերմի հետազոտություն։ Դե տղամարդկային անպտղությունը ասես հասկանալի է, թե ինչ պատճառներ կարող է ունենալ, խնդրեմ նշեք ամենատարածված խնդիրները եւ ինչը կարող է ազդել այդ խնդրի առաջացման վրա։ Հիմնական խնդիրը իհարկե, տեսեք, ասենք որպեսզի չընկնենք ինչ-որ ախտորոշումների բարդ բժշկական տերմինոլոգիայի մեջ, դե տղամարդու հետազոտությունը անպտղության կտրվածքով, դա շատ պարզ, բավականաչափ պարզ անալիզից է սկսվում, սերմի ընդհանուր քննություն, որտեղ տեսնում ենք սերմի ընդհանուր քանակը, տեսնում ենք շարժունակությունը եւ սերմնաբջիջների մորֆոլոգիան, այսինքն ընդհանուր կազմվածքը, հա, որով մենք արդեն կարող ենք եզրակացնել ինչքանով է այդ սերմնաբջիջը ոնց որ ունակ հետագա բեղմնավորության եւ լավ հղիություն տալու հետագայում։ Քաշի ավելցուկը որպես կանոն բերում է ոնց որ օքսիդատիվ ստրես, ասեմ, բոլոր հյուսվածքների, ընդհանրապես մարմնի օրգանիզմի բոլոր հյուսվածքների օքսիդատիվ ստրեսի պես ինչ-որ սես երևույթի, այսինքն ազատ ռադիկալները, այդ թթվածնային այդ ախտահարումը, այսպես ասած, հա, հյուսվածքների, իսկ բնականաբար սերմ առաջացնող հյուսվածքը, ամորձիների հյուսվածքը նույնպես շատ զգայուն է այդ տիպի վնասող գործոններին։ Մյուս կողմից ճիշտը խոսանք, ծխող տղամարդկանց տոկոսը ինձ թվում է Հայաստանում բավականին բարձր, միջին ստատիստիկից էլ է բարձր։ Բնականաբար նույն սիստեմայով, այսինքն լինի դա անոթների սնուցման խանգարում, հա, ինչ որ բերում է նիկոտինը, լինի դա էլի օքսիդատիվ նույն ստրեսը, այսինքն ինչ է այս ամեն ինչի հետևանքում տեղի ունենում։ Նախ ինքը process-ը ոնց որ սերմնաբջիջների առաջացման տուժում է, նաև զուգահեռ դրան տուժում է սերմը ինչ անում իր ֆունկցիան, չէ, ինքը պետք է հասցնի տղամարդու ժառանգական մատերիալը ձվաբջջին։ Եվ այդ մատերիալի ախտահարումը, այսինքն նույնիսկ երբ որ այդ սերմնաբջիջը իր հիմնական պարտքը, այսպես ասած, կատարեց, հիմնական ֆունկցիան կատարեց, հասավ բեղմնավորեց ձվաբջիջը, то есть սաղմի հետագա զարգացումը, եթե վնասված է ի սկզբանե սերմնաբջիջի մեջ պարունակվող
DNT մատերիալը, դա կբերի նրան, որ կամ բեղմնավորումը լիարժեք չի լինի եւ այդ սաղմը չի զարգանա եւ չի լինի հղիություն, կամ էլ նույնիսկ կարաբերի չզարգացող հղիություն, ինքնաբեր վիժում։ Հենց այնպես չի, որ կա թերմին ռեպրոդուկտիվ տարիք։ Այսինքն դա այն ժամանակաշրջանն է եւ կնոջ եւ ամուսնու համար, երբ որ էֆեկտիվությունը մեր ամեն ինչի, մեր բոլոր ջանքերի ամենաբարձրն է լինելու, որովհետեւ բնությունով տրված այդ լիմիտի մեջ է գտնվում զույգը։ Մասնագիտորեն որ տարիքն եք համարում ամենալավ ուժերի ծաղկման շրջան։ Մասնագիտորեն, եթե դուք ինձ թույլ տաք, ես կխոսամ իմ անունից։ Ինձ թվում է, որ իհարկե ինչքան ջահել, այնքան ավելի որակյալ բալիկ։ Միջին առաջին հղիության եւ առաջին ծննդաբերության տարիքը ոչ միայն Հայաստանում, դա համաշխարհային ինձ թվում է երևույթ է, հա, գնալով բարձրանում է։ Բայց տեսեք, էլի, որպեսի չլինի, որ ինչ որ առավելություն կամ տղամարդու համար ավելի կարևոր է տարիք կամ պակաս կարևոր է տարիքը, քան կնոջ, պարզապես էլի բնության ստեղծած տարբերակը տղամարդիկ աշխատում են քանակի վրա, կանայք որակի։ Ինչպես է դա ռեալիզացվում, չէ՞, մեր առօրյա կյանքում։ Տղամարդկանց մոտ ոնց որ գործարանային կոնվեյերի պես, то есть գոյություն ունի ցիկլ միջինում 3 ամսվա կարգի, որի ընթացքում գոյանում են այդ սերաբջիջները, հա, եւ գնում են, որպեսզի ծառայեն իրանց դերին, այսպես ասենք, հա։ Կնոջ մոտ հակառակ տարբերակն է։ Կնոջ մոտ ծննդաբերություն, երբ որ ինքը ծնվում է, ինքը արդեն ծնվում է ինչ որ պաշարով, հա, պահեստային սիստեմ, այստեղ գործարանային է տղամարդկանց մոտ գործարանային, այստեղ պահեստային, այսինքն ծնվում է ինչ որ պաշարով, որը հետո սկսած սեռական հասունացման սկզբից, նու միջինում 12, 13, 14 տարեկանից ինքը այդ իր պաշարից փաստորեն ամեն ամիս հատկացնում է 8-ից 10 ձվաբջիջ, միջին ինչ որ абստրակտի դերսնենք, հիմա ինչ որ մեկի մոտ մի քիչ, ինչ որ մեկի մոտ, բայց այդ 8-10 հատից էլ փաստորեն հասունանում եւ ձվազատվում է մի հատը։ Այսինքն նույնիսկ այդ ցիկլի ժամանակ, երբ որ այդ 10 հատը տրամադրվել են, որ այս ցիկլի ընթացքում աճեն հասունանան, նույնիսկ նրանց մեջ տեղի ունենում ոնց որ բնական ընտրություն, հա, ու փաստորեն այդ մի խեղճ ձվաբջջի վրա մի սերմնաժայթքման ժամանակ միջինում տրամադրված գնում է որ հասնի մի քանի միլիոն, հա, եթե չասենք, նու հա, էլի, նու տասնյակին, հա, սերմնաբջիջ։ То есть տարբերությունը ակնհայտ է, չէ՞, այստեղ մի հատիկ իտո 10 հատից մնաց վերջում մի հատիկ, այստեղ մի հատ, ասենք, կոնտակտի ժամանակ մի քանի միլիոն կամ տասնյակ միլիոններ, որոնց մեջից իհարկե էլի զտվում է ինչ որ քանակ, հա, էլի անցնում է ինչ որ ընտրություն, բայց այստեղ 8-ից է մեկը մնում, այստեղ ասենք, այո, հասկացաք, չէ՞, ինչ տարբերություն կա։ Դրա համար ինձ թվում է, որ ճիշտ ընտրությունն է, իհարկե, ասենք, նու էլի բերենք այ հիմա արդեն այս միջազգային նորմեր, то есть 20-ից 30 տարեկանում, հա, լինի հղիություն եւ ծննդաբերություն։ Հիմա բնականաբար կանայքել են ուզում կարիերա եւ այլ ընտանիքից բացի, այդսա նորմալ է, բայց կա մի հատ բայց նույն 35 տարեկան օրինակ, եթե մենք արդեն մի քիչ տարիքն էլ խառնենք մեջտեղ, ավելի կոնկրետ թվերով էլի նույն 35 տարեկան օրինակ կինը, որ առաջի անգամ է գալիս հղիության համար, եւ կինը, որը 35 տարեկանում դիմում է, բայց տունը արդեն ունի երեխա, շատ անգամ նույնիսկ շանսերը երկրորդայինի կլինեն ավելի բարձր, որտեղ ոնց էլ անես, ազդում է այդ պահը, որ կինը մինչև գալը, մինչև այս հղիությունը պլանավորելը, արդեն հղիություն ծննդաբերություն ունեցել է։ Բացի դրանից, ինքը հղիությունը, ծննդաբերությունը ու դրա ինչ որ քանակ ապահովելը իջեցնում է կնոջ որոշ գինեկոլոգիական եւ ոչ միայն գինեկոլոգիական օնկոռիսկերը։ Լինի դա, ասենք, կապված արգանդի քաղցկեղի հետ, լինի դա կապված կրծքագեղձի հորմոնալ թարմացում է, ասես գնում է։ Հորմոնալ հանգիստ ես կասեի, որտեվ ամեն ցիկլը կակրաս ցիկլից ցիկլ այդ հորմոնալ թարմացումն է, այսինքն հորմոններ են արտադրվում, հետո սպասվում է որ բեղմնավորում կլինի, հետո բեղմնավորումը չի լինում այդ հորմոնների ոնց որ մակարդակը կտրուկ իջնում է, հետո դաշտանա սկսում, հետո էլի այդ նույն
փաստորեն ալիքը սկսում է նորից։ Դե եթե փորձենք ամփոփել այդ բոլոր գործոնները, կարելի է այսպես ասել, եթե օրգանիզմը այդ պահին ինչ որ առողջական խնդրի հետ է զբաղված պայքարելով, դու այդ օրգանիզմին չես կարող բացատրել, թե ինչի ինքը պետք է вообще բազմանա։ Այսպիսին էր այսօրվա մեր հարցազրույցը, շնորհակալ եմ բժիշկ, շատ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Շատ հաճելի էր։ Նմանապես շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտող, Medinform-ը փորձում է ձեզ մանրամասն տեղեկություններ հաղորդել մեր առողջության յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ։ Այսօր դե խոսեցինք երկրորդային անպտղության եւ անպտղության ոլորտում տղամարդկային ունեցած դերի մասին, թե ինչ խնդիրներ են ազդում նաեւ տղամարդկային անպտղության վրա։ Այսքան այսօրվա համար, հետևեք մեր թողարկումներին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։